Ընտրության օրը քվեաթերթիկները հաշվելու ժամանակ մենք ֆիքսեցինք, որ ընտրատեղամասերում, որոշ ընտրատեղամասերում լույսը անջատվեց։ Ես ուզում եմ կոնկրետ մի դեպքի մասին պատմել, երբ ԽՊ շտաբում լույս կար, սակայն շտաբից ընդամենը 15 քայլայքով տեղակայված ընտրատեղամասի հատվածում լույս չկար, եւ ես անձամբ արձանագրել եմ, որ քվեատուփն է այնտեղից հեռացել քվեաթերթիկների հետ միասին, որտեղ գտնվում էր նաեւ մարզպետը մի փոքր հեռավորության վրա եւ այնպես էր կանգնել, որպեսզի մենք դա չնկատենք եւ չֆիքսենք, ու արտառոց բան եք արձանագրել, ոստիկաններին հարցնում են քաղաքացիական մեքենայով ուր եք տանում, խոճապահար ասում են, որ մեր մեքենայով չեք տանում, այլ հատուկ մեքենայով, եւ գալիս է հանձնաժողովի նախագահը ասում է, որ տաքսի եք կանչել։ Այսինքն առնվազն տարբեր հայտարարություններ են հնչել ու մեզ համար ակնհայտ չի եղել, թե ուր է տարվում քվեաթերթիկները եւ քվեատուփը։ Հարցից նաեւ ինչու լույս չկար հաշվարկի ժամանակ, ինչ կարող էին անել այդ ժամանակահատվածում, եւ իշխանական ամբողջ ապարատը, այն ԿՊԱ-կան պաշտոնյաները, ովքեր գեթ մեկ անգամ գտնվել էին Գյումրիում կամ գոնե մի 10 օրով պաշտոնավարել էին Շիրակի մարզում, գտնվում էին այնտեղ, այդ թվում նաեւ Լոռու մարզպետը, որը նախկինում եղել էր Շիրակի ոստիկանապետը։ Ինչով է սա պայմանավորված եւ իրենք ինչպես կարող էին ազդել ընտրողների վրա։ Կինսակցեն զենքադրման դուք էլ սեղաններից կողմը պետք է լինեիք ու ասուլիսին մասնակցեիք, բայց խոսքը փոխանցեմ Տիկին Մելոյանին։ Տեսեք, ես ինքս Գյումրիում գտնվել եմ այնպիսի տեղամասային կենտրոնում, որտեղ եւս լուսանջատում տեղի ունեցավ։ Բարեբախտաբար մենք ավարտել ենք հենց վերջին գումարումը կատարեցին քվեաթերթիկների, միանգամից լուսանջատում տեղի ունեցավ ու իհարկե կարող էր այնպիսի իրավիճակ լինել, երբ կիսով չափ քվեարկության ընթացքում լինեինք։ Հարցին, թե ինչ կարող էին անել, երբ լուսանջատումներ են տեղի ունենում։ Եվ օրինակ ինչու ես բավականին հախուռն արձագանքեցի լուսանջատման հանգամանքին, որովհետև 21 թվականին ընտրությունների ժամանակ, երբ մենք չունենք ներկայացվածություն մարզային մի շարք տեղամասային կենտրոններում, այդ ժամանակ ես բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր եմ ստացել լուսանջատումների վերաբերյալ եւ ինքս Երևան քաղաքում անձամբ արձանագրել եմ խախտում, երբ հաշվարկի ժամանակ բացականչել են մի ուժի համար, հետո մեկ այլ ուժի տրցակի մեջ, վերահաշվարկի պահանջի բարագամ, երբ հաշվել ենք նայելով, դիտարկելով, մեկ այլ ուժի քվեաթերթիկներ են գտնվել։ Այսինքն, երբ լուսանջատում է տեղի ունենում, այն էլ այն հանգամանքում, երբ այդ տեղամասային կենտրոնում չկա ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, որովհետև իմ մոտ հասկանալի ուժից էր, այդ տեղափոխումը եղել քվեաթերթիկների, հնարավորեն սեղանին դասավորված քվեաթերթիկների տեղափոխումներ տարբեր ուժերի ցանկին ու հաշվարկի փոփոխություն, այսինքն եթե մարդիկ ուշադիր չեղան, վերջում հաշվում են թիվ են արձանագրում եւ չեն նկատում, որ այդ տրցակի մեջ այլ ուժի համար էլ առկա է։ Դա մեկ, երկրորդը, մենք անպայման կստուգենք այն դուք շատ կարևոր արձանագրում եք կատարել, կփորձենք տեղորոշել, թե համարով որ տեղամասային կենտրոնն է դա եղել։ 31-ի դրոպ 41։ Հիմա արձանագրեցիք, տեսեք, մենք վերահսկողության մեխանիզմ ունենք, այդ օրը տեղամասային կենտրոնում հաշվարկը որ տեղի ունեցել, մենք մեր բոլոր 82 տեղամասային կենտրոնների արձանագրումներ ունենք, դիտորդներ են ներկա եղել եւ նկարել են արձանագրությունը։ Մենք հիմա կվերհանենք այդ տեղամասային կենտրոնի արձանագրության թվերը եւ կհամեմատենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված թվերի հետ։ Ընդհանրապես իրապես մենք որոշում ունենք ու պատրաստում ենք բոլոր տեղամասային կենտրոնների թվերը համեմատել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված թվերի հետ, որովհետև վերջնական արձանագրումները հաշվարկի առանձին ունենք մինչև ԿԸՀ տրամադրելը։ Ես ընդհանրապես հավելել եմ, որ իրականում այդ վերլուծությունը արդեն արված է եւ արձանագրությունները համընկնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած թվերին, չնայած սկզբում որոշակի անճշտություններ կային, մենք սկսեցինք դրանք ստուգել եւ վերջում համապատասխանության են բերվել, բայց 31-41-ի դեպքում մենք որևէ արտարոց բան ինքներս հենց արդյունքների մեջ չենք տեսել, բայց կանխել եք մեր նկատմամբ։ Գուցե, արդյունքների մեջ չկա որևէ հատուկ արտարոց բան, բայց մենք մեր դիտորդների հետ եւս մեկ անգամ այդ հարցը կբարձրացնենք, որ հասկանանք իրականում ինչ է տեղի ունեցել եւ կար արդյոք հավանականություն,
որ ընտրության քվեարկության արդյունքների վրա ապօրինի ազդեցություն գործված լինի դրա միջոցով։ Լավ, շնորհակալություն։ Իսկ իշխանական ամբողջ ապարատը գտնվում էր այնտեղ, ինչպես կարող էին հասնել ընտրողների վրա։ Նախ ասեմ ձեզ հետևյալը, որ հաշվարկի ժամանակ այնտեղ իրավունք ունեն գտնվելու դիտորդները, վստահված անձիկ, լրագրողները, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների տեխնացուները, բայց մեկական անձ, ոչ ավելի։ Հիմա եթե դրանք օրինակ քաղաքացիական պայմանագրից մեկ անձ ընդեր գտնվում էր ցուցակում տեղ գտած, դա օրինական է։ Բայց եթե մեկից ավել անձիկ են գտնվում, դա ընդհանրապես ասած ապօրինի է, եւ եթե դա դուք արձանագրել եք, պետք է հստակ ֆիքսել։ Իսկապես հանձնաժողովի նախագահի պարտականությունները նրանց դուրս հրավիրել։ Ես նկատի ունեմ, որ Գյումրիում էին գտնվում պատգամավորները, նախարարները։ Այն որ իրանք Գյումրիում էին գտնվում, կներեք, էլի մեր երկրում տեղաշարժի ազատություն կա, մենք չենք կարող որևէ կերպ դրան խոչընդոտել, մենք էլ ենք Գյումրիում գտնվում, իրանք էլ են Գյումրիում գտնվում, բայց կոնկրետ տեղամասի տարածքում, կոնկրետ ընտրական ցուցակից մեկ տեխնացուից ավել իրավունք չունի գտնվել հաշվարկի ժամանակ, իսկ քվեարկության ժամանակ ընդհանրապես ոչ մեկ չպետք է գտնվի։ 31-ի դրոք 44 ընտրատեղամասի մասին էր խոսքը, ես թիվը Ոչ թե 41-ի, 44-ի, լավ, Տիկին Սարգսյան, կստուգենք, հա, որովհետև նույնիսկ ասում կոնկրետ տեղամասում մենք արդյունքների մեջ որևէ արտարոզ բան չենք նկատի։